Երեխան մոտենում է ձեզ եւ ասում է. «Մայրիկ, այսօր երբ ես վերադառնալու տուն»։ Դուք կարող եք ուղղակի պատասխանել. «Երեկոյան ժամը 6-ին»։ Բայց դա լավ պատասխան չէ։ Ինչու՞։ Եկեք այսօր խոսենք դրա մասին։ Մեր դպրոցական տարիներին, ինչպես նաև համալսարանի տարիներին, մեզ մի բան են սովորեցնում՝ պատասխանել հարցերին։ Ինչու է դա պետք։ Ինչու է պետք պատասխանել հարցերին։ Որովհետև դրա միջոցով մեր ուսուցիչները, մեր դասախոսները ստուգում են մեր գիտելիքները։ Դա ընդհանրապես գործիք է։ Գործիք, որը շատ մեծ իմաստ չունի։ Կյանքում մենք հազվագյուտ ենք պատասխանում մարդկանց հարցերին։ Միայն եթե այդ մարդիկ մեր անմիջական ղեկավարներն են, կամ մենք ուղղակի ինչ-որ թեթև համագործակցության մեջ ենք եւ պետք է փաստացի հարցերին փաստացի պատասխաններ տանք, որովհետեւ ցանկացած հարցադրում չի ենթադրում պատասխան, ենթադրում է մտածել եւ խորհել եւ քննարկել։ Իրական բովանդակային մեր գործունեությունը հասուն կյանքում ոչ թե ենթադրում է, որ մենք միանգամից պատասխանում ենք ինչ-որ հարցի եւ ունենք փաստացի գիտելիք, որով կիսվում ենք, առավել ևս որ այսօր դա մեզանից շատ ավելի լավ անում է համացանցը, այլ որ մենք հարցադրումներ ունենք կամ մեզ են տալիս հարցադրումներ, որոնք շատ ավելի խորն են եւ բովանդակային։ Սակայն որոշ դեպքերում մեզ տալիս են եւ ուղիղ հարցեր։ Այսօր գնում ենք երեկոյան թատրոն։ Ինչպես ես։ Ինչ ես անում։ Երեկորդ ինչպես անցավ եւ այլն։ Մենք շատ լավ գիտենք, որ այս հարցերը չեն ենթադրում ուղիղ պատասխան։ Կամ եթե մենք ինչպես էս հարցին կամ նման հարցերին ուղղակի սկսենք պատասխանել, հավանաբար դա բավականին զավեշտալի կլինի։ Սակայն զարմանալիորեն որոշ պահերի մենք սկսում ենք պատասխանել հարցերին, առանց մտածելու, թե դա ինչու ենք անում։ Եվ եկեք հասկանանք, թե ինչու են մարդիկ տալիս հարցեր, եւ առավել ինչու են երեխաները տալիս մեզ հարցեր։ Իրականում դեպքերի մեծամասնությունում հարցը ուղղված մեզ դա դիրքորոշում է, դա վերաբերմունք է, դա պահանջ է, դա ակնկալիք է, դա մի բան է, որի մենք պետք է արձագանքենք գիտակցելով, թե որն է հարցի պատճառը, որտեղից է գալիս հարցը, ինչու է այն տրված։ Եթե դուք վերադարձել եք տուն եւ երեխան ձեզ հարցնում է. «Մայրիկ, ինչու ես այսօր այդքան ուշացել», դա չի նշանակում, որ դուք հիմա պետք է իրեն պատմեք, որ դուք այսօր շատ զբաղված էիք, որ հանդիպում ունեիք, որ դրանից հետո պետք է մտնեիք խանութ եւ այլն եւ այլն։ Երեխան դրա համար չի տվել այդ հարցը։ Հասկանալի է, չէ՞, որ երեխան կարոտել է ձեզ եւ իր համար ցավոտ է, որ դուք չեք եղել տանը երեկոյան, երբ որ նա անկանկալում էր ձեզ հետ հանդիպում, քննարկում, ինչ-որ բան ուներ ձեզ պատմելու, ասելու, միգուցե ինչ-որ բանից ոգևորված էր, բայց արդեն այդ ոգևորությունը անցավ, որտեղ դուք չկայիք եւ երեխան տխրեց եւ այլևս այդ ցանկությունը ձեզ հետ կիսվելու իր հուզականությամբ իր մոտ չկա։ Դուք կորցրեցիք կարևոր պահ։ Եվ ավելին, նրանով որ ուղղակի սկսում եք իրեն պատասխանել եւ բացատրել ինչու եք դուք ուշացել, դուք իրեն պատժում եք, դուք իրեն ասում եք հիմարի մեկը։ Միթե դու չգիտես, որ ես շատ զբաղված եմ։ Միթե դու չես հասկանում, որ անգամ նման հարց տալ ինձ իմաստ չունի, որտեղ ես միշտ ունեմ պատասխան։ Ես միշտ կարող եմ շատ լավ բացատրել քեզ, ինչու ես ուշացա։ Եվ բնականաբար հաջորդ անգամ երեխան այդ հարցը միգուցե եւ չտա։ Իսկ դա նշանակում է, որ նա կկարոտի ձեզ, բայց չի կիսվի դրանով ձեզ հետ։ Նա չի ասի ձեզ, որ ուզում է, որ դուք շուտ գաք տուն, որտեվ հասկացավ, որ նման հարց տալ անիմաստ է։ Նույնը վերաբերում է մեր հարաբերություններին, մեր հարազատների հետ։ Կինը հարցնում է ամուսնուն. «Լսիր, ինչու ես այդքան թանկ պայուսակ գնել»։ Եվ եթե ամուսինը սկսում է արդարանալ եւ բացատրել, որ դե գիտես ինչ, մտա խանութ, այնքան լավն էր այդ պայուսակը, որից դուրս եկավ, ես պետք է հանդիպումների գնամ, պետք է եւ այլն, դա չի պատասխանում կնոջ հարցին։ Հարցը դրանում չէ։ Հարցն անում է, որ ձեր կինը անհանգստացած է,
ձեր ծախսով հավանաբար կա ինչ-որ ֆինանսական իրավիճակ եւ նա անհանգիստ է։ Իսկ դուք փոխարենը անդրադառնաք հենց իր անհանգստությանը, սկսում եք իրեն բացատրել, թե ինչու եք դուք այդ որոշումը կայացրել։ Մենք այս հանգամանքը առավել պետք է միշտ նկատի ունենանք եւ խոսում ենք երեխաների հետ։ Եվ սովորեցնենք իրենց ճիշտ հարցեր տալ։ Եվ սովորեցնելու լավագույն միջոցը ճիշտ արձագանքելն է իրենց հարցերին։ Երբ որ երեխան գալիս եւ հարց է տալիս, դուք պետք է միշտ մտածեք մի բան միայն, որտեղից է գալիս այս հարցը, որն է դրա պատճառը։ Եվ եթե դուք գիտակցեք հարցի իրական պատճառը կամ գոնե կարողանաք գուշակել, եւ շատ հաճախ դա բավականին դժվար է, դուք երեխային շատ կօգնեք հասկանալ մի կարևոր բան, որ դուք իրեն ճանաչում եք, որովհետեւ որպեսզի մենք կարողանանք հասկանալ որտեղից է գալիս հարցը, մենք պետք է այն մարդկանց, ովքեր այդ հարցերը մեզ տալիս են, լավ ճանաչենք։ Եվ դա դժվար է, դա պահանջում է ուշադրություն, պահանջում է սեր, պահանջում է վերլուծել, պահանջում է սեփական հուզակարությունը զսպել եւ փորձել հասկանալ դիմացինին։ Դա պահանջում է ջանք, եւ մարդիկ միշտ այդ ջանքը գնահատում են։ Հիմա, եթե երեխան եկավ մայրիկի մոտ եւ ասաց. «Մայրիկ, ինչու ես դու ուշացել»։ Մայրիկը կարող է պատասխանել. «Ես գիտեմ, որ դու ինձ կարոտում ես եւ շատ գնահատում եմ, որ դու ինձ կարոտում ես, շատ սիրում եմ քեզ։ Ես կձգտեմ ուշ չգա, լինում է, որ այսպես ես ուշանում եմ, բայց դա կարևոր չէ, մենք կգտնենք այսօր ժամանակ եւ անպայման իր հետ ժամանակ անցկացնենք»։ Երեխան կստանա այն, ինչ որ նա ուզում էր, կստանա ձեր կողմից ուշադրություն, վերաբերմունք, սեր եւ խոստում, որ իր հետ կլինեք։ Դուք կստանաք հանգստություն երեխայի կողմից, կստանաք սեր, կստանաք որոշակի հավանաբար հուզմունք իր կողմից, ուրախություն, որը ձեզ լիքը էներգիա կհաղորդի։ Էներգիա, որը շատ պահանջված է, երբ որ դուք հոգնած եւ ուշ վերադարձել եք տուն, հավանաբար ծանր օրվանից հետո եւ ունեք աջակցության կարիք։ Երբ որ ձեր կինը ձեզ հարցնում է. «Ինչու ես այդքան թանկ պայուսակ գնել», դուք կարող եք ասել, որ գիտես, ես գիտեմ, որ քո պատկերացմամբ մենք հիմա ֆինանսական խնդիր ունենք, բայց հավատա, ես ունեմ ակնկալիքներ որոշակի աշխատավարձի բարձրացման եւ որոշալ աղբյուրների, եկամուտների, հոգ մի տար։ Ես հեշտությամբ կլուծեմ մեր ընտանիքի ֆինանսական խնդիրները, հանգիստ եղիր։ Դուք պետք է նաեւ սովորեցրեք երեխաներին հասկանալ այլ մարդկանց հարցերը։ Նորից կրկնեմ, դպրոցում իրենց սովորեցնում են միանգամից պատասխանել հարցերի եւ իրենք սովոր են, որ հարցերին պետք է ուղիղ պատասխան տալ։ Եվ իրենք էլ միգուցե այլ մարդկանց հարցերին տալիս են նման ուղիղ պատասխաններ։ Իսկ իրենք էլ ունեն շրջապատ ընկերներից, հարազատներից բաղկացած եւ այդ շրջապատում են լինում իրավիճակներ, որ պետք չէ անմիջապես պատասխան տալ տրված հարցին, այլ պետք է նորից հասկանալ, գիտակցել, որտեղից է գալիս այդ հարցը։ Եվ որքան ավելի վաղ տարիքում մեր երեխաները կսկսեն գիտակցել եւ մտածել դրա մասին, այնքան ավելի վաղ իրենց մոտ կձևավորվի ճիշտ պատասխաններ տալու մշակույթ։ Եվ իրենք ել ավելի հեշտությամբ այդ դեպքում կկարողանան հաստատել արդյունավետ կապեր մարդկանց հետ, ունենալ լավ եւ ջերմ հարաբերություններ այդ մարդկանց հետ եւ արդյունքում կշահեն, ավելի հեշտ կլինի իրենց համար կյանքում, ավելի սովորական կլինի իրենց համար ճիշտ վարքագիծը։ Ասում են հոգեբանները, որ անգամ երկար ժամանակ մեզ վարժեցնելով մտածել հարցին պատասխանելուց առաջ, մենք միևնույն է ժամանակ առ ժամանակ սայթակում ենք եւ հարցին տալիս ենք ուղիղ պատասխան։ Բայց եկեք հիշենք եւ առավել հիշենք երեխաների հետ հարաբերությունների մեջ,
որ երեխաները դեպքերի ճնշող մեծամասնությունում չեն ակնկալում իրենց հարցի պատասխան։ Իրենք ակնկալում են խոսակցություն, իրենք ակնկալում են իրենց համար կարևոր բաների մասին խոսակցություն։ Եվ մենք միշտ ամեն խոսակցություն, ամեն հնարավորություն, որը գալիս է երեխայի տված հարցից, պետք է օգտագործենք, որպեսզի ել ավելի ամրապնդենք իր հետ հարաբերությունները, ել ավելի շահենք իր վստահությունը, ել ավելի ցույց տանք, որ մենք իրեն ճանաչում ենք եւ սիրում ենք։